Նոր երկ երկեցեք Տերոջը, ով բոլոր երկիր, երկեցեք Տերոջը, օրհնեցեք անոր անունը, օրեօր անոր փրկությունը քարոզեցեք, անոր փառքը ազգերուն մեջ պատմեցեք, ու անոր հրաշքները բոլոր ժողովուրդներուն մեջ, քանզի Տերը մեծ է ու խիստ գովելի, անիգա բոլոր աստվածներուն վրա ահավոր է, Հայեցություն կա անոր արջև, զորություն ու քեղեցկություն անոր սրբարանին մեջ, Տերոջը տվեք իր անվանը փառքը, ընձապ երեք ու անոր սրահներուն մեջ մտեք, սուրբ հանդեսով Տերոջը երկրպագություն ըրեք, վախցեք անոր երեսեն, ով բոլոր երկիր։ Իդի սկսենք մեր պաշտամունքը երկելով թիվ 178-րդ երկը ոտքի վրա, on պաշտենք արքան։ Լսեք, որ սկսվեցավ աչքի դեր աչք ու ագրայի դեր ագրա։ Բայց ես ձեզ ասեմ, Եվ մեկը, որ ուզե քեզի հետ թակ վարել ու կուշակի կտարնել, թող դուրանոր ու վերարկու դար։ Քեզմե ուզողին գուր ու երես մի թարցներ անդե, որ ուզե քեզմե փոխարներ։
Բայց ես ձեզի գսեմ, սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք ձեզ անիծողները, բարի եղեք անոնց համար, որ ձեզ գադեն, ու աղոտ կրեք անոնց համար, որ ձեզ վճարչրվեն ու գահալացեն։ Վասնզի, եթե դուք ձեզ սիրողները սիրեք, ինչ վարձ ունենաք, չէ՞ որ մաքսավորներն անունը գնեն։ Ուրեմն դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն կատարյալ է։ Քանզի ինչ դատաստանով որ տալեք, անով պիտի տալվեք, և ինչ չափով որ չափեք, անով պիտի չափվի ձեզի։ Աղոթենք։ Սիրո և կուտի աղբյուրը և օրհներ սիրելի երկնավոր Հայրը, փառք կտանք քեզի, որ շաբաթն ևս մեզի կյանք շնորհելով, արժանի եղիր, որ դարձյալ հավաքվին քու տանիք մեջ, քեզ բաշխելու և քու խոսքովը զորանալու համար։ Կխնդրենք ով Տեր, որ քու որդուդ Հիսուս Քրիստոսի հաղթական հարությունը և անգել բխած հոգևոր օրհնությունները մեր սրտերը և հոգիները նորոգեն և մեզ առաջնորդեն մեր կյանքի բոլոր օրերուն մեջ։ Օրհնե այս պաշտամունքը, օրհնե ներկաները, հացականները, հիվանդները և արժաններ է մեզ Տեր Աստված, քո հայրական օրհնությունները ընդունելու, քո խոսքիդ մատակարարությամբ, ինչպես նաև մեր երգերով և աղոթքներով։ Քո ներկայությունը Տեր միշտ մեզ ելնա, այսօր և ամեն օր։ Ամեն։ Շարունակենք Աստված պաշտել և ներմստած եղերեն երկելով թիվ 608-ը։ Good
Այսօր բավական ջոխ են ներծանությունները, մասնարկները լրատվի մեջ գրված է, ուրիշ մի քանի հատեր կան, որ հոստեղ են ուզեմ հայտարարել։ Նախ շնորհակալություն հատուկ խոսք ունին ընկերային ծառայության հանձնախումբին, որոնք շատ բացառիկ աշխատանք մտարին, ինչպես բոլոր տնտեսակ եւ վայրեցիկ, անցյալ գիրակի գաբավ աշխատանքեն վերջ, վարը Արոյան սրահին մեջ շատ գեղեցիկ ծրագրիմը եւ հայդակիրներ ծրագրածինին եւ անոնք շատ հաջողությամբ գործի կրվեցավ եւ բոլոր սալ ուրախ տրամադրությամբ զատի կդոնեցին պաշտամունքով ոս եւ հետեալ ընկերային մտնոլորտի մեջ վարը։ Դիկնանց անոթաժողովը ապրիլ 29-ին է, ամսուն վերջին շաբաթ օրն է, Մեկոնյան սրահի մեջ, այս անգամ հյուր խոսող գա դիգին Հերմինե Տիֆենջան, բոլոր դիգիններ եւ օրիորդները սիրով հրավիրին ներկալալու։ Այդ սիրություն ունեցանք վերաբացվելի Հենրիկ Շահնազարյանին, որ Հյուսիսային Ամերիկայի հայ ալբանական երևույթներու միության հովիվ է, անցյալ շաբաթ ավագ ընթացքին մեզի հետ էր, ավագ օրվա պաշտամունքը եւ պատկանը ինքը դրավ, ինչպես նաեւ հաղորդության միջոցին ինքնան իր բաժինը բերավ։ Հոգապարծությունը իրեն հետ եւ տարբեր մարմինների գեցվող, իրեն հետ տեսակցություններ ունեցան շատ շինիչ էր, ինքնալ ամեն ձևով կաչալերեց բոլորը որպեսի իրենց ծառայության մեջ կաչլան հարաճ երտան եւ հեռնավոր գործեր շարունակեն ունենալ։ Ցավոք սրբի լուկուժենք մահը վերաբացվելի Վարդգեր Դարակջանի, որ բադահեցավ ապրիլ 6 2023-ին Կալիֆորնիա մեջ հարաճացած տարիքին։ Անոր կենսագրական գաղտնիքիցերը արդեն հիշված են լրատվի մեջ, ինչպես նաև տարբեր Facebook-ի էջերուն մեջ հավանաբար տեսակ եւ տեսնեք մանրամասնություններ իր կյանքի, իր ծառայության մասին լա միջին արևելքի մեջ, լա Ամերիկանի մեջ։ Սակայն ես միան հոսք ուզեմ հիշել նյութը, որ ինձ հիշել տվավ, թե ահավացիկան շաբաթներու դարբերությամբ երկու հայ ավետարանական հովիվներ գործընծուցին, որոնք իրենց մահկանացուն ընկեցին 2-3 շաբաթվա ընթացքում։ Վերաբացվելի Եսայի Սարմազյան Տորոնտոյի մեջ, իսկ վերաբացվելի Վարդգեր Դարակջան Ամերիկա։ Ինձ խորհուրդ տվավ ասկետը, թե որչափ հաճելի պիտի լա Աստծոքով, եթե անոնց ծառայության չափը փոխանցվի սերունդ թե սերունդ, ուրիշ ծառայողներու հոգի մեջ ծրկի, որպեսզի իրեն գալ այս նույն գծին մեջ շարունակեն ուսանին, քաստիարակվին եւ Աստվածաշունչի պատկամը հավատալին եւ հարազատ ձևով քաստիարակվի եւ գարնալ ուսավորել մարդոց կյանքերը ավակասերովներու մեջ։ Ուրիշ կարևոր հայտարարությունը ունի այս առավոտ, լուրջ աշխատանքը սկսված է նորոգելու եւ վերականգնելու եկեղեցիս ժողովրդին անվանացանկը, անոնց հերացայինի թիվերը եւ այլ կարևոր տեղեկություններ։ Ասոնք բոլորը պիտի ամփոփվին բզդիկ քրտույկի մեջ, որ պետական իրի կբակտվի եւ բաժնվի բոլորին։ Այս ցանկին կարևորությունը կգայանա այնտեղ, երբ տարբեր պատճառներով ստիպվի կապ պահել անձերու եւ ընտանիքներու հետ, որպեսզի անոնց դելեգացիաներ զանազան գործունեություններու մասին որ կծրագրվին, ինչպես նաեւ եթե որևէ փոփոխություններ կատարվին հայտակիրներու ուղղությամբ, որպեսզի թյուրիմացությամբ սխալ դերեր կամ սխալ ժամերու ժողովուրդը չկա եւ իր չստարի իր ժամանակը կամ այդ օրվա ծրագրերը չփոխարինվի, կարևոր բան է որ ունենանք բոլորին դերերությունը, ներածայինի թիվեր եւ այլ դերերություններ։ Ասիկա կարևոր կանոն է, որ նաեւ պիտի օգնի, որ անհատներ եւ ընտանիքներ կարողան կապ պահել իրարու հետ եւ դերյա գնան իրար մե իրենց վիճակները։
Այս նվագալով բարը երբ սուրջի համարիչն են, արոյասրա, դիգին միրե խորոսյան, ոնդեր սեղանին ետևը նստած, Ձեզ մեկի խնդրել, որոնք որ ուզեն և կարևոր է այս ետը, իրենց անունները հերացայինի տիվերը, որտեղ շատ հասցեներ կապողված է հերացայինի տիվեր, հաջեցեք իրեն կան, իրի արձանակրի անիկա, ասիգան հաջորդ միլագիներուն ալուլի շարվան է, և այսպեսով գիդի գազմենք մեր եկեղեցու նոր հերացայինի տետրակը։ Եվ վերջապես շնորհակալություն գայտնենք բոլոր անոնց, որոնք ուրախ կամ խուր արիքներով ստանձնեն պաշտամունքեն վերջ ջերի ունեցած հյուրասիրությունը և սուրջի սպասարկությունը։ Անոնք, որոնք իրեն կան կպապակին փաշին վերցնել և կուզեն ապահովել որոշ իրակինը, թող բարեաճին դեսնել դիգին Մարին Մարտիրոսյանը, որպեսի դամ տեղեկությունը, թվականը և պետք եղած կարգադրությունները ամորվեց։ Շնորհակալ ենք ձեր ամբերության համար։ Մեր աստվածաշունչերը թարգցնենք առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը։ Առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը պիտի կարդամ ձեզ։ Եթե մարդոց ուրեշտակներու լեզուները խոսին ու սեր չունենա, ես ցայն տվող բինցի պես և լավ հնչեցող ձնցաներու պես եղա։ Եթե մարգարեություն ունենամ հասնենամ ամեն խորհուրդներ ու ամեն գիտությունը, և եթե ունենամ ամեն հավատքը մինչև լերները տեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե բոլոր ստացված սաղկատներուն գեցնեմ ու իմ մարմինս այրվելու դամ և սեր չունենամ, օգուտը չեմ ունենալ։ Սերը երկայնամին է, քաղցր է, սերը չի նախանցիր, սերը չի քորոզանար, չի հբարդանար, անվայել բարմուկ չունենալ։ Իրենը չի պնդրել, բարդության չի մեկրվի, չարություն չի խորի, անիրավության վրա չի խնդար, հապա ճշմարտության խնդակից կլա։ Ամեն բանի գզիչանի, ամեն բանի կհավատը, ամեն բանի կհուսը, ամեն բանի կհամբեր է, սերը հնավ չինար։ Բայց եթե մարգարեությունները ըլնան, պիտի խափանին, եթե լեզուներ, պիտի թաթարին, եթե գիտություն, պիտի խափանվի, բայց ինձի շատերը քիչ գիտենք ու շատերը քիչը կմարգարյանանք։ Բայց երբ կատարյալը կա, այնադեն շատը քիչը պիտի խափանվի։ Երբ դղայի, դղայի պես կխոսեի, դղայի պես կխորեի, դղայի պես կհամարում ունեի։ Բայց երբ այլ եղա, դղայության բաները մեկից ցկեցի։ Գանձի հիմա մենք որպես հայերի մեջ կտեսնենք անհայտ կերպով, բայց այն ադեն երես առ երես։ Հիմա շատ են քիչ մտերիալ ենք, բայց այն ադեն այնպես պիտի ճանչնամ, ինչպես ճանցվեցա։ Ուստի հիմա կմնա հավատ, հույս, սեր, այս երեքը ու ասոնց մեծակույնը սեր։ Խոնարհեցնեք մեր գլուխներ Աստծո առջև աղոթյան։ Հատենական Աստված, ամենագարոն Տեր, ամենահզոր Աստված, ինչքան հարստություն է ու խոսքը, ինչքան փուժիչ
ինչքան հաստիարակիչ մեր ծարավը փակեցնող, ինչքան մխիթարիչ է խոսքը, ուրում գայքը շատ է։ Եկնավորար այսօր եկած ենք ու արջև, եկած ենք ու ներգայությանը, հնազանդելով ու խոսքին, որպեսի մեկտեղ հավաքվիլը չմորնանք, չթուլանանք։ Բայց այստեղ եկած ենք այո զիրարվեստելու, բայց շատ ավելի կարևոր դեր եկած ենք քեզի հետ հանդիպելու։ Դեր մեր այստեղ կալը բանատիտով չլա։ Կրավութենք դեր այցելես մեզ, յուրականչունս, քու խոսքով, մեր պարապանության երկերում ճպտով, այցելես մեզ քու ներգայության, ըսկանք որթուն մեզ լսելու պանունս, դեր պետք ունենք մխիթարության, որով ծավելու, պետք ունենք քաչալերվելու, որովհետև հուսահատություններ ունենք, դժվարություններ ունենք, Մարդահրավերության առաջ դեր պետք ունենք թաստիարակվելու, պետք ունենք խրատվելու, որովհետև թերի ենք, սխալներ ունենք, մեղքեր ունենք, մարդ ենք։ Եվ այս բոլորը դեր խոսքիդ մեջ կգտնենք այս հարստությունը, այս բոլոր զարահայությունները մեզ հանդեպ և գաղութեք դեր հոգի մեջ ուզած, մեզ այցելես։ Գաղութենք դեր մեր հայրենիքին համար, գաղութենք Հայաստանի համար, գաղութենք Արցախի ժողովրդի համար, որոնք դժվարության մեջ են, անորոշության մեջ են, վախի մեջ են, չեն գիտեր վաղը ինչ կսպասի, վաղը ինչ պիտի բերի իրենց։ Կգիտակցեք իրենց ցավերում, գաղութենք իրենց համար, գաչակցին իրենց, նույն ժամանակ դեր քեզի փառք կտանք մեր ունեցած, այստեղ ունեցած ջոհության համար, որոնք շատ քիչ մարդիկ կվային, այստեղ ունեցած մեր ազատության համար, այստեղ ունեցած մեր հանգիստին համար, շնորհակալ ենք, փառք Աստծո, հորերիս կուշտ է, դուներ ունենք, ապահովված ենք, ճիշտ է երբեմն հոսանքեր գործունենք և էկրականությունը, բայց դեր շատ քիչ կպատահվի և դու մեզ օգնածս այս երկրի մեջ, որով համար քեզի փառք կտանք, դեր շնորհք է, որ միշտ գնահատենք մեր ունեցածը և երբեք չարնենք սա, որպես տղյալ, որ այդպես պետք է ըլլար, որովհետև դեր գիտակցենք, որ մարդկության մեծ մասը շատ մեր ունեցածներ են զրկված են։ Գաղութենք դեր այսօր ինչ-որ գսենք, ինչ-որ գնենք, ինչ-որ գմտածենք դեր, քո արջերը ընդունենք Եհովա։ Փառքը պատիվ քեզի է։ Ամեն։ Մեր երրորդ երգը երգերեն առաջ ուզեմ ամփոփ տեղեկությունը տալ անոր մասին։ Թիվ 756-րդ երգն է մեր Իմաջան երգարանի մեջը։ Ուրեմն անոր հեղինակը Դերաբադվելի Մարգիրոս Շմավոնյան եղած է, որ եզակի թենք մներ։ Մաս կգազմեր այն հայ արգանական հովիվներուն, որոնք եկեղեցիներ հաստատեցին, սերունդներ գրտեցին և նոր թվականներ հացին հայ արգանականության պատմության մեջ։ Դերաբադվելի Շմավոնյան բնիկ հայ մեծի էր, ծնած է 1832-ին։ 20 տարեկանին, որից կմեկնի ուսում առնելու Բետեքի ջեմարանի մեջ, ուրգե ընթացավար կլա 1857-ին
եւ կստանցնե դարիմ առաջ կազմված խարբերտի հայ ավետարանական եկեղեցիի քարոզչությունը 1865 հովիվ գծերնացուի եւ 35 տարիներ հովություն գնել շատ անգամ այցելելով Բոլիս եւ այլ տեղեր քարոզելու համար իր 35 տարիներով հովվական շրջանը եղած է շատ պերունավոր եւ շինարար գրավելով անխտիր ամենին սիրտն ու սերը եւ ուր ամեն մեկ խարբերցի զինքը գոչեր բաբա անվերջախոս պատվերի մներ եւ միանգամայն պատկարելի համագրելի եւ թյուրահաղորդ անձը գսիրեր իր աստը եւ ասկային եկեղեցին մասնավոր սեր ուներ դողմային քասական քրագանության հանդեպ եւ հաջող ամուսնով գճոխացներ իր հոգեշունչ քարոզները Վերաբատվելի Մարգիրոս Շմավորդյան անգերձորեն աշխատել ժողովրդի մեջ եղբայրական ոգին ներմուծել եւ այդ նպատակով իսկ գրեց եւ ստորվեցուց եղբայր ենք մենք մեկ հորորդիկ երկը որ մինչև այսօր երկրի շատ ավետարանական ընտանիքների եւ եկեղեցիների մեջ Անիգա նաեւ եղավ առաջին հասարակությունների մեկը Խարբերտի ամերիկյան քոլեջին որ հիմնվեցավ 1848-ին Անիր մահկանացուն դնկեց 59 տարեկան հասակի մեջ Օրհնյալը լահիշադակը այն բոլոր հոգևոր գործիչներուն որոնք իրենց անցնվեր ծառայությամբ անմոռանալի հետքեր ցկացեն ապակա սերունդներու կյանքերուն մեջ Ոտքի վրա երկենք երկի 756 Այսօրվա մեր բարգամապերը ինչպես կտեսնեք, պարոն Հարութ Ներսեսյանն է, որին કે բոլորի կծանոթ է, ներկայացնելու վերջիչիգա, այնպես որ ամիջապես ինքը դրագրեմ, որվեցի աստուծներ ստացած պատկամը և աստվածաշունչի գողությունները մեզի պատկամ է։
Սեր, սիրել, գսիրեն, ասում պարել եմ, որ շատ հաճախ կգործածենք, համով ջաշ կսիրենք, այս ֆիլմը շատ կսիրենք, այս ռեստորանը շատ կսիրենք, ֆուտբոլ խաղալ շատ կսիրենք, կամ դիտելը շատ կսիրենք, Կրուզի երկար շատ կսիրեմ, այս մարդուն շատ կսիրեմ, իմ երեխաները շատ կսիրեմ, գինս կսիրեմ, կհուսամ գինս ինձի կսիրեմ, ցանկը երկար է, սիրո քարը, սիրո միտքը ներշնչած է շատ փանաստեղծներու, երկրողներու և երկիչներու, արվեստագետներու, նույն ժամանակ սեր պարը, որ շատ կգործածվի, ամենաքիչ հասկացված պարն է և ամենաքիչ գործադրված պարն է։ Սուրբ Գիրքը սերը համարի որպես արմատական հիմնական հատկությունը հավատացյալներու համար քրիստոնեական կյանքի համար։ Եվ Աստվածաշունչը իր յուրահատուկ սահմանումը բացատրություն ունի, թե սերը ինչ է։ Եվ առաջին Կորինթացիս 13 գլուխը, որ կարդացինք քիչ առաջ, ամենաշատ ջանցված գլուխները մեկն է Աստվածաշունչի մեջ, եւ սիրո մասին է, եւ հարսանիքները կգա, կարճինայից որ Պողոս Արաքալին որ գրեց, մտքի մեջ հարսանիք չի գա։ Թեպետ հոգևորված սկզբունքները ամուսնական կյանքի համար անհրաժեշտ են։ Այսօր սիրո խաղապարին պիտի նայենք Սուրբ Գիրքի Աստվածաշունչի ակնոցով սիրո մարտահրավերը։ Պիտի ակնարկենք առաջին Կորինթացիս 13-ին եւ շատ ուրիշ Աստվածաշունչեր համարներում։ Հիմնական 3 բանի պիտի նայենք։ Siro eyakamutuna, that's the centrality of love. Siro penutuna, the nature of love. Siro mardaharavera, the challenge of love. Siro eyakamutuna, penutuna, yev mardaharavera. Sürtükü şart istagevor, sera ամենակարևոր եւ կենտրոնական ակնկալիքն է Աստուծո մեզմեն իր զավակներեն եթե մենք միմյանց չենք սիրել Աստուծո չենք սիրել որը չենք տեսնել եւ մեր հավատքը հարցականի դակտիլա եւ չենք սիրել մի քանի համարներում այն մի քանի մտքերու սուտիկի մեջ Բոլոր բադվիրաններու արմանն է սեր։ Մեկը կմոդենա Հիսուսի որն է ամենամեծ բադվիրանը։ Հիսուսի բանասարանը շատ բարձ է։ Ու դեր Աստված իսկը բոլոր սիրով հոգեով մտքով անցով է և քու ընկերդ անցիկ տես։ Եվ գսե աս երկեն գաղված է բոլոր մյուս բադվիրանները։ Այդ խոսքով Եթե չես սիրես, ուրեմն անհիմացած ես Աստուծո բոլոր բադվիրաններու նկատմամբ։ Եվ վեճը Հովհաննես Արաքյալ գսե, եթե զասված որ, եթե մեր ընկերը որ գտեսնենք չենք սիրեր, ինչպես կնանք սիրել զասված, որ չենք տեսնել։ Ուրեմն Աստծո սերը կհայտնվի, երբ որ մենք իրար կսիրենք։ Երկրորդ միտքը մեր հավատացյալ քրիստոնյա լավ ապացույցը մեր սերն է։ Հիսուս կսեր ցեզի նոր պատվիրան կտամ ցեզի, որ մեկ սիրեք, ինչպես ես ցեզ սիրեցի։ Վեճ կարեցնե։ Ասով ամենը պիտի իմանա, որ դուք իմ աշակերտներս եք, եթե իրավունք վրա սեր ունենանք։ Սերը ապացույցն է, որ մենք Աստուծո զավակներ ենք։
իր հովվական աղոթքի մեջ Հիսուս Հովաննու 15 գաղոթե իր հետևորդներուն եւ անոնց հետևորդներուն միապանության համար եւ ասե հայրս է թող անոնք մեկն լան ինչպես ես եւ դու մեկ եք բավական ծանր մարգահրավեր է մեզ համար եւ աշխուժ առաջին Կորինթացիս 10-րդ գլուխը կոնտեքստի մեջ գրված է 12 եւ 14-ը վարքերներու մասին է հոգեվոր լեզուները մարգարեություն է ուսուցանել է սորվեցնել է քարոզել է ինչ որ է երկար ցանկեր կա եւ ինչ բոցարյա դառնագիսը եթե մարդոց հեշտակներում լեզուները խոսին ամեն լեզուներով խոսին եւ եթե սեր չունին գսե գներեք իմ բարերով ասեմ ես բարակ դագարն եմ որ ցայն գանեմ միայն եթե ունեք ամեն հրաշքներն են գսե հավատ ունենամ որ լերները դեղափոխեն եթե ամբողջ ունեցած աղքատներուն դամ եթե սեր չունին ոչինչ եմ գնանք որ պատկերացնել սերը որ չափ կարևոր է շատ ավելի կարևոր է քան լերներ որ դեղափոխեց հավատքով շատ ավելի կարևոր է քան բարեգործություն ունես եթե բարեգործություն կնշանակի գնաս բարեգործություն է առանց սիրո անցնացել հաշիվներով նույնիսկ սերը պաշտամունքեն ավելի կարևոր է պաշտամունքը իմաստ ունենա եւ կսիրեն Աստծո եւ միայնց իմ ընդունած զոմավահությունը սկսել Եսայի մարգարեի միջոցով Աստված հացը անոթին բաժնելը կապարական դնակները դունը ընդունելը մեկ մահակվեցնել է եթե ինձ բաշտեց կսե քնա մերգին հացու անոթին երագրել այդ է ինձ ընդունված զոմավահությունը ինձ ընդունված պաշտամունքը միմյանց սիրելը գերժոնական է քրիստոնեական հավատքի համար։ Եթե սեր ունենք, մյուս բոլորը իմաստ կստանան։ Եթե սեր չունենք, բոլոր բաները մեր հավատքը անիմաստ կդառնան։ Նայեցանք սիրո էականության, անկրատարանք հիմա սիրո հնության, the nature of love։ Ինչպես ասի, բոլոր մարդկային լեզուները շատ աղքատ են սիրո քաղաքապարարատահների համար։ Սեր գսենք տարբեր իմաստներով, անգլերենի մեջ love, գրնա շատ տարբեր իմաստներ ունենանք։ Գսիրեմ բաբարակ, գսիրեմ պիցա, գսիրեմ կրուզ, գսիրեմ ինս, գսիրեմ աստված, բոլորը նույն բառն են։ Բայց բանը երբ մենք սեր բառը գործած ենք, հետևյալ միտք կգա մեջը։ Իմ սիրո արարած, այդ բանը որ գսիրեմ, ինձի հաճույք կպատճառի, ինձի բանը կգուտա, իմ ներկայությունը հաճելի է։ Եթե բաբարակը հանի, այլևս չեմ սիրել բայց, կթափեմ, պիցան ինձավ, չեմ ուտել, կթափեմ, այլևս չեմ սիրել։ Գինս այլևս ինձ հաճույք չի դար, ինչ կնեմ։ Ժամանակակից մշակույթի մեջ դիվորս կնեմ։ Կամ եթե մեկը գինը կտավոր ինը ավելի քեղեցիկ է երիտասարդ ավելի հաճելի է, կցկեմ ինձ մյուսին երկամ, որովհետև սեր հասկացողությունը անցնասեր է։ Ես կսիրեմ, որպես հաճույքը ստանամ, ես օգտվեմ, ես բանը արնեմ։ Եվ այսօր ժամանակակից մշակույթի մեջ այս միտքը կա անցնասեր, անցնագետում, թուն ազատես, թուն իրավունքներ ունիս, պայքարելու իրավունքիդ համար, թուն կյանքը վայելը, որովհետև կյանքը կարճ է, եւ ադոր արդյունքը մարդ արարածը միայնակ դժբախտ եւ ինքնասպան լանգուր երասարներ այսօր մեծ տիպով, որովհետև թաքցած է անցնասեր անցնագետում։
մարդկային հասկացողությունը, սիրո մասին, անցնասեր, իր անձը գստանապամը ուրեմն գսիրե։ Սուտիքի ինչ գսի արդյոք սիրո մասին։ Առաջին բանը, որ գտեսնանք սուտիքի մեջ, սերը հրաման է։ Նոր պատվիրան կտամ սեզի, սիրեցեք։ 10 պատվիրաններում արմատը սիրելն է, Աստուծո և միմյանց։ Հրամանն է, որում կհնազանդենք, ուզենք կամ չուզենք, ըզկանք կամ չըզկանք, հավնենք կամ չհավնենք, ատմարդ ինձ հաճուկ կուտա կամ կզզվեցնենք, ես իրեն կսիրեմ, որովհետև հրաման կա որ կսիրեմ։ Լավը սերը ուրեմն հրաման է, հրամանի արդյունքը քորձողություն է։ Գկատարես, համը գնես։ Սուրյական բանակին մեջ, սա երևի սուրյական բանակ կացած է, խոսք մգա, արաբերը չեմ համարձակել սխալ դուրս պիտի կա, բայց կսե հնազանդիր հրամանի վեճը արարքի։ Ամուր սուրյա բանակ կացած է, պիտի կիտնաս խոսք է, հնազանդիր վեճը արարքի։ Եվ որ ասված կսե սիրե, ասված կսե, եթե արագություն ունիս, չես ուզեր սիրել, առաջ սիրել, սիրո կորձեր կատարել, վերջը արագություն կնաս ինձ իսել։ Եվ որ կսիրենք, մեր գամքը ներարված է։ Մենք գվորոշենք սիրել, Աստուծո պատվիրանին ի պատասխան։ Կսիրես ընկերդ, եղբայրդ, հովիվդ, բոսը, կսիրես այդ մարդիկը, որոնց ներկայությունը հաճելի և այդ մարդիկը, որոնց ներկայությունը հաճելի չէ։ Կսիրես պամպասողին, կուետևետ խոսողին, կսիրես քեզ հալածողին, կսիրես քեզ հաճողին։ Որովհետև Հիսուս երբ որ կսիրե, չի սիրե ամբողջ քեզ հաճող կուտա, կսե թշնամին սիրե, և թշնամին քեզի պամը չի դար։ Թշնամին քեզի կհալածե, քեզ կխաչե, և Հիսուս խաչում նրա կսե ներեր չեն գիտեր ինչ կներ։ Սերը նվիրում է, երբ կամուսնանաս, գուխտես սիրել։ Ոչ թե միջև այնադեմ, որ իմ լավ էլ չկդա, ապա միջև մահ կսիրեմ, հավադարին եմ։ Դգարացավ, հիվանդացավ, ձերացավ, անդամալուս դարձավ, կշարունակեմ սիրել, ինձի պամը գուտա կամ չդա, գհիշե ինձի կամ չի հիշե ձերության մեջ, գսիրեմ, սերը նվիրում է։ Աստվածային սեր է ասում և աստվածային սերը սիրո արարգայի հետ կապ չունի թիմացին ով է, ինչ է, ինչպիսին է, կսիրեն իրեն, որովհետև Աստուծո պատկերը իր վրա կա։ Եվ շատ շեշտությամբ քույրությամբ գնանք եզրակացնել, որ սերը զգացումի հետ կապ չունի։ Չեմ սիրել, որովհետև գսկամ, գսիրեմ, որովհետև որոշում ունիմ Աստուծո հնազանդելու։ Ուրեմն հարց կուտաս, սերը ինչ կնե, ինչպես բիհեյվ կնե, ինչպես գվահի իրեն։ Բոսարակյալ առաջին Կորինթացիս 10-րդի մեջ ցանկ կուտա երկար։ Սերը չի նախանցի, չի քորոզանա, չի հբարնանա։ Այս երեքի մեջ երկու բան կտեսնենք։ Կտեսնենք, որ սերը քորոշում է attitude։ Չի հբարդանա, չի քորոզանա։ Այս կնշանակի, որ երբեք չես արհամարել ուրիշին, որ դգար է։ Դու քեզի ուրիշին ավելի բարձր չես համարել, ավելի արժեքավոր չես համարել, անգախ դիմացինը ով է։ Նույն ժամանակ կսե չի նախանցիր։ Կնախանցիր այդ մարդու, որ քեզ լավ կհամարես, անարքիստ ես, համունի որ դու չունես, դու իրմը բագաս ես,
Աստված ասե չես նախանցի, կնշանակի դու իմ վալը չես իսկական քեզ։ Դու ոչ իմ լավ ես, ոչ իմ քեշ ես։ Սերը թիմացինի հավասար կդեսնի։ Հավասար արժեք ունի բոլորս Աստուծո առջև։ Սերը երկայնանալի է, խանցր է, աս Հիսուսի կյանքի մեջ կտեսնանք։ Հիսուս կհանդիպի կտեսնե, գոքնե, գաչակցի, լքվածին, անդեսվածին, արհամրվածին, որնի կիներ, ուքան ոտք է կմակրեն, արցունքներով, մազերով գլվա ոտքը, ամեն մարդ գթադաբարդի այդ կնոջը, Հիսուս սեր և ուշացություն ուդ այդ կնոջը։ Հիսուս նայր կայցել է Զաքիոսին, մեծահարուստ, քողավազակ, հարստահարով, որ ամեն մարդ կար է։ Բայց Հիսուս իր դունը գերտա, հոն ինքրիկ կրե։ Հիսուս երկայնամիտ է, քաղցր է, բոլորին հանդեպ, անվայել բանում չունենար, իր չի պնդրել, թարգության չի կրկրվի, չարություն չի խոսի, ամեն բանի գզիչանի։ Սերը թիմացինի լավը գուզե, թիմացինի հաջողությունը գուզե, թիմացինի ուրախությունը գուզե, թիմացինի հրգությունը գուզե սերը։ Հիսուս ինչպես ասին աղոթեց իրեն հաջողներուն համար։ Քահանայապետի ծառային ականջը եկած էին Հիսուսին ցերպակալելու, առաքյալներն, աշակերտներն սուրը գարնեն ականջը գտել, Հիսուս կփուժե, չնայած որ մարդը եկած էր զինքը ցերպակալելու, Հիսուս կփուժե։ Ամեն բանի կհավատ, ամեն բանի կհուսը, ամեն բանի կհամբերե, կհավատաս թիմացինի, կհավատաս հույս ունիս, որ թիմացինը լավ է, կամ լավ իդլա, կհամբերե սիրել։ Ամպոպելու համար ասեմ, սերը իմ մասիշ չէ, սերը թիմացինի մասն է, սերը թիմացինին լավը գծանգանը կպապակի, սերը ուդա, ժամանակ, ուշադրություն, քրամ, էներգի, որպեսի ուրիշին բարձրացնե։ Կսիրես, նույնիսկ եթե թիմացինը երբ չի գրնար քեզի սիրել, թիմացինը տալու բան չունի։ Երբ որ կսիրես, քին կվճարես, քեզ մեր փամը կվակսի, մեծ քին կվճարես, խոցելի կդառնաս, you become vulnerable, գնա շահագործել քեզի։ Հիսուս գիտեր, որ իրեն օգտվողներ իրեն շահագործեցին շատերը, բայց շարունակեց սիրել։ Նայեցանք սիրո էականության, նայեցանք սիրո հնությանը և հարցումը կհարցնենք, ինչպես կգամ սիրել։ Սերը դժվար է, մարտահրավեր է։ Ինչ է սիրո մարտահրավեր, ինչպես կրնա այս մարտահրավերին արձագանքել։ Գնամ երևակայել, որ շատեր ինչ կմտածեք, որ ես ամինը կմտածել, գսեմ ասկա անգարելի պան է։ Ես չեմ գնար ասակ սիրել։ Հոն սնախոսներ կան, գեղձավորներ կան, չար մարդիկ կան։ Ես չեմ գնար իրեն սիրել, no way։ Ձեզ ետ համացայն է։ Այս իսի սեր մարդկային չէ, աստվածային է։ Հարից դժբախտաբար փայծ մգա։ Մեզի ցերնդու չէ աս փայծը։ Չեն ուզել աս փայծը ասել։ Երբ Աստված ասել սիրել, կնշանակի գագնգալի, որ մենք քայլեր արենք, չանք ընենք, սորվինք սիրել, խորանանք սիրո մեջ։ Բայց ինչպես։ Երկու բան ասեմ ձեզ, երկու առաջարկել եմ, թյուրին ֆորմուլա չկա, փանացել չկա, ձեզ չխապեմ, բայց երկու բան գավով գնանք շատ կողքն է։ Առաջինը
աստվածաշնչային հոգևոր ակնոցներ հատում։ Երկրորդը սորվի մենք մեզ սիրել։ Առաջինը Աստծո ակնոցով նայենք հարցերում եւ մարդոց, երկրորդ սորվի մենք մեզ սիրել։ Թույլ տվեք ամեն մեկին փակագծերը փանոն։ Ամեն մարդ Աստծո պատկերին գրողն է։ Ամեն մարդ արարած Աստծո պատկերով ստեղծված է եւ անսահման հավիտենական արժեք ունի Աստծո աչքին եւ մեր աչքին պետք է ունենա։ Եվ արժանի է սիրո։ Նույնիսկ եթե աղքատ է, ամփարու է, ինգած է, դքեր է, խոսածը չգիտե, հերան է կողոպի, ցնցոտի ներկայացնի, Աստված անոր գսիր է, որովհետև անոր մեջ իր պատկերը գտես։ Ասիկա Աստծո ակնոցներում մեկ աչքը է։ Մյուս աչքը Աստծո ակնոցներում այդ գիտելիքն է, որ մենք, ես, ամեն մեկս մեղավորներ ենք, ինգած ենք, ավելի լավը չեն կան այդ մարդը, որու մասին քեզ կաղապարում ենք։ Եթե այդ մարդը չսվելի պաներ գնը, սեզ վստայեցնեմ, ես ալվեր եմ։ Ամեն մարդը։ Եթե որ գսկանք, որ կիմացինս Աստծո ակնոցով մեծ արժեք ունի, և ես իրն լավը չեմ, ավելի թյուրին գլա սիրելը։ Աս առաջին գերը։ Երկրորդը պետք է սորվին մեր անձերը սիրել։ Հիսուս կսե թրացիք սիրել, ինչպես դու ու անձդ։ Գիտեք ինչ հարցեր, մենք ես չենք սիրել։ Մենք ես ենք դիշկոր, գարի որ չէ ինչ պատկեր ուզեք ծուցնել ուրիշներին, նավստա, կաչ, գիտենք, և այն գայացած ենք, դեղացած ենք, հարուստ ենք, ուզենք ծծնել մեր հարստությունը իրարում, խորքին մեջ մարդյանց մեծ մասը վախեր ունին, կոմպլեքսներ ունին, դժվարություններ ունին, իրենց անձեն դժկոր են։ Եվ իրենց անձեն չեն սիրել։ Եթե դու քեզ չես սիրել, չես գնալ ուրիշի սիրել։ Եթե դու ինքնավստահ չես, զորավոր չես, քաչ չես, չես գնալ ուրիշի սիրել։ Եթե դու քո մասի չես գիտակից չես, որ շատ արժեքավոր և սիրված ես, չես գնալ ուրիշը սիրել։ Եվ որպես գարիմանք մենք մեզ սիրել, աջելու պրոսես կա, դյուրությամբ չի կար, բնական չի կար։ Եվ բոսարակել ադոնամայր գսե, որ դղայի պես կմտածի, դղայի պես կվարվի, դղայի պես և այլ և այլն։ Եվ որ այն և ատանություն պանել մեկից կեցի։ Եվ որ երեխայի, և որ դղայմսը երեխա, բզդիկ, փոքրիկ։ Եվ որ բզդիկ էի, ես իմ ասից շատ քեջ կարծիք ունեի։ Եվ որ բրծից բզդիկ էի, չէի գրնալ ես այն անցս սիրել։ Եվ որ բզդիկ էի, ուրիշներում մեջ արժեք չէի տեսնել, բայց իդ որ հասունցա, հոգևորավ ես հասունցա, տեսա, որ ուրիշը ոչապ արժեքավոր է, տեսա, ես ոչապ արժեքավոր է։ Պրոսես է ասվել, որում վրա մենք գաշխատենք, մեր վրա գաշխատենք, մեր դուները ռենովեյտ կնենք, բոսարակյալ կսել, քու միտքդ ռենովեյտ է, վերանորոք է, ոչ է դունը դեր է, սենյակը դեր է, միտքը դեր է, հոգի դեր է, աշխատանք է, մեր հոգևոր յանք է, նորոք է։ Եզրակացնեմ, խոսեցանք սիրո էականության մասին, սիրո բնության մասին և սիրո մարդահրավերի մասին, դու ինչպես կրնանք սիրել։ Եվ հիմա պանդոք ես ես ինձի, մաղերվից ես հարուտ, ինձ է հանգիստ սիրել, ես կյանք ես կողեմ, հարկասո փորստեցուն է, ընդանիք ունի,
Գլուխս շելտեր ունիմ, դուն ունիմ, դեղ ունիմ, մի խանգարել, ես պետք չունիմ վրաս աշխատել, հո եմ։ Իրավունք ունիս։ Բայց գիտես Աստված ուրիշ պատասխանում կա, Աստված ասել, որ այդ մնացելակերպը դու քո ես, պետք չունիս դու ուրախ աշխատելու, շատ ամուսնացել մնացելակերպ է։ Որովհետև այսօր ինչ որ դու ունիս, ուրիշներու սիրո արդյունքն է։ Ուրիշները աշխատած են, որ այս երեցին քոյանա, եւ դու կաս այսօր որտեղից կվայնես։ Ուրիշները աշխատած են, որ դու ուսումը ստանաս։ Սեր ցույց տված է քեզի։ Քեզի մեծ ցուցած է։ Ուսուցիչը քեզի սորվեցուցած է։ Ադորաման դեր հասած։ Եվ մենք Աստված կսե բարդավոր ես ուրիշին սեր ցույց տալու, որովհետև դու նստացար ուրիշին։ Եվ այս Աստված կտանագսե այսօր անկիստ ես, բալա, ինչ գիրես վաղ ինչ կպեր է։ Հիսուս կսե նոյի ժամանակ մարդիկ ուտեին, խմբեին, կամ ուսնանային, ամուսության կդրվեին, անկիստ էին, կեվ կնեին, ուրախանային, ներակամեն չհեղել իրան։ Սոտոն կոմարալ, ուտեին, խմբեին, կամ ուսնանային, աղբոլորը գնեին, ներակամեն գրավի եղավ։ Մեր կյանքի մեջ անչրվեղ կուքա, չես գիրել և այդ բարակային, այդ բանի պետք է պատրաստ կուլաս, պետք է սիրես։ Սիրելիներ, մեր օգուտին համար է, երբ որ Աստված կսի սիրե, մեր օգուտին համար է, երբ Աստված կսիրե, թունքը վրա աշխատիր, սովորական կյանքով մի ապրիր, որպեսզի հասկնաս, սորվիս սիրելին չէ։ Թող Աստված մեզ իմաստությունը տա, որպեսզի սորվին սիրել և միմյանց շատ ավելի սիրել կան այսօր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք անում այս գեղեցիկ մատկամի համար սիրո մասին, որում ամեն կողմերն ծերվեցան և շատ օգնություն եղանստային բոլորիս։ Հիմա ժամանակ պիտի հատկացնենք մեր սիրո նվերները տալով եկեղեցին Աստծո գործը հարաճացնելու համար։ Մեր պաշտամունքի ավարտին ոտքի վրա պիտի երգենք տերունական աղոթքը Եկմալյան եղանակով։ Oh
քո հաղորդակցությունը մեր բոլորին հետ օլա։ Ամեն։